Վաղ միջնադարում Արևելյան Ասիայի հյուսիսում գոյություն ուներ հսկայական ուйղուրական խաքանատը։ Երբ այն գրավեցին ղրղզները, խաքանատում բնակվող շատ թուրքական ցեղեր ստիպված եղան գաղթել։ Դրանց թվում էին նաև օղուզները, որոնք դարձան Սելջուկյան դինաստիայի հիմադիրը։ Օղուզների մի մասը շարժվեց դեպի արևմուտք, խազարական խաքանատի կողմը, իսկ նրանց հիմնական մասը տեղափոխվեց Միջին Ասիա։ Այստեղ, Կասպից ու Արալյան ծովերի միջև, ձևավորվեց օղուզների պետությունը։ Նրանց հարևաններն էին Սամանիդները, Ղազնևիները և Կարահանիդները, չնայած Աբբասյան խալիֆաթը արդեն քայքայվել էր, Բաղդադի խալիֆը շարունակում էր նշանակել մահմեդական պետությունների սուլթաններին և որոշել նրանց անկախության իրավունքը։ Սելջուկ անունը ծագում է օղուզական մի զորավարի անունից, որը դավադրություն պատրաստելու մեղադրանքով փախավ հաստատվեց Ջենդ քաղաքում, ներկայիս Ղազախստանի հարավում, այստեղ նա ընդունեց իսլամը և սկսեց պայքարել օղուզների դեմ։ Նրա հաղթանակները գրավեցին Սամանիդների ուշադրությունը։ Սելջուկները ծառայության անցան նրանց մոտ, իսկ Սամանիդների անկումից հետո՝ Կարահանիդների մոտ։ 1020-ականներին սելջուկները փորձեցին աջակցել Բուխարիայի կառավարիչին, որը որոշել էր անկախանալ Ղազնևիների իշխանությունից, սակայն ղազնեիների միջամտությամբ ստիպված էին նահանջել։ Ավելի ուշ նրանք ծառայության անցան Խորեզմի շահի մոտ, որը նույնպես փորձել էր անկախանալ, բայց սպանվեց։ Սելջուկները որոշեցին շարունակել նրա ծրագիրը և շարժվեցին դեպի Խորասան։ 1035-ից 1040-ական թվականներին սելջուկները Տուղրիլ բեկի գլխավորությամբ 3 անգամ հաղթեցին ղազնևիներին և գրավեցին Խորասանը։ Նրանք հռչակեցին իրենց պետությունը, որը շուտով ճանաչվեց Բաղդադի խալիֆի կողմից։ Տուղրիլի եղբայրներ Չաղրիի Մուսա Յաբգուի միջև տարածքները բաժանվեցին 3 մասի։ Սելջուկները արագորեն ընդլայնեցին իրենց տարածքները, զավթելով Սիստանը, Խորեզմը, ապա բույդների պետությունը և մոտեցան Բաղդադին։ 1063 թվականին Տուղրիլի մահից հետո իշխանությունը վերցրեց Ալպ-Արսլանը, նա անցկացրեց արշավ Վրաստանի վրա, ապա պատերազմ սկսեց Բյուզանդիայի դեմ։ 1064-ից 1071 թվականներին սելջուկները գրավեցին մի շարք ամրոցներ, այդ թվում Անի քաղաքը։ 1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում Ալպ-Արսլանը վճռական հաղթանակ տարավ։ Բյուզանդական բանակի մի մասը փախավ, մի մասը դավաճանեց, իսկ կայսրը գերեվարվեց։ Այս հաղթանակից հետո սելջուկները սկսեցին հսկայական տարածքներ գրավել Ասիայում։ Ալպ-Արսլանի մահից հետո նրան փոխարինեց որդին՝ Մելիք շահը։ Նրա օրոք սելջուկյանները հասան իրենց հզորության գագաթնակետին, սակայն երկրի ներսում կուտակվեցին խնդիրներ, օղուզների դժգոհություններ, վարչակարգի թուլացում և մեծ տարածքների դժվար կառավարում։ Մելիք շահի մահից հետո եղբայրների միջև սկսվեց պատերազմ։ 1040 թվականին սելջուկները հռչակեցին իրենց պետությունը Խորասանում։ Խորասանը բաժանվեց 3 մասի։ Արևմտյան մասում իշխում էր Տուղրիլը, արևելյանում եղբայրը Չաղրին, իսկ հյուսիսը Մուսա Յաբգուն։ Սանջարի մահից հետո սելջուկյան կայսրությունը բաժանվեց սուլթանությունների։